Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Շիրակի մարզին հատկացված 1 միլիարդ 320 միլիոն դրամի շրջանակներում Գյումրիում հիմնանորոգվում են Սևյան եւ Լիսինյան փողոցները, որոնք վերջին տարիներին ոչ մի անգամ հիմնովին ասֆալտապատման չեն ենթարկվել։ Հատկացվել է 160 միլիոն դրամ, որից 120 միլիոնը միայն Սևյան փողոցի ասֆալտապատման համար։ Վերջին 10 տարիներին այս փողոցը անանցանելի վիճակում էր, ընդ որում շատ կարևոր փողոց է, որովհետև հանդիսանում է միջպետական ճանապարհի հատված, գիտեք, Սպիդակ, Գյումրի, Թուրքիայի սահման ճանապարհի հատվածն է Սևյան փողոցը, ինչպես նաև կարևոր է, որ բեռնաթափում է այս փողոցի գործունեությամբ քաղաքի կենտրոնը, այդ պատճառով շատ կարևորվում էր։ Այսօր շինարարական հրապարակներ են այցելել Շիրակի մարզպետը, մարզի քաղաքաշինության ու կրթության վարչության պատասխանատուները։ Նրանք հետևել են շինարարական աշխատանքների ընթացքին ու խոստացել, որ ծրագրի այս փուլի հաջող ընթացքից հետո այն նոր շարունակություն կունենա։ Արմեն գնան հատել մեքենային էջի շիշկա։ Չէ, հիմա սա չի գնա, սա քիչ է։ Եթե շատ եկավ, թեկություն տվեք մի թեթևակ, էլի աշխատեք այդ թեկությունը լինի։ Չեմ կարծում, որ երթևեկության համար դա խոչընդոտ լինի, ինչու՞ չէ։ Եվս 1 տարի Գյումրիում հիմնականում երկրորդական բոլոր փողոցները մենք կառուցել ենք այսպիսի սարք։ Հավատացած եղեք։ Չեմ ասում 100%-ով, բայց հիմնականում դա լինելու է։ Այսօրը հիշեք։ 1 տարի հետո, 2 տարի հետո իսկ հիշեցնեք։ Գյումրու գեղարվեստի 3-րդ արհեստագործական ուսումնարանում նույն ծրագրի շրջանակներում իրականացվում է կտուրի ու սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ։ Շինարարական բոլոր աշխատանքները այստեղ նախատեսված է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբ։ Նախատեսված է տամենը 11 միլիոն դրամ, որով այդ աշխատանքները մենք կարող ենք ավարտել։ Իսկ ընդհանրապես ուսումնական մասնաշենքը նորմալ վիճակի բերելու համար փոխվելով լուսամուտները, Պատուհանները, թռները, ջրեցման համակարգ անցկացնելով, նոր կաթսայատուն կառուցելով անհրաժեշտ է 50 միլիոն դրամ։ Պետական ծրագրով աշխատանքներ տարվում են նաև մարզի մի շարք դպրոցներում ու կրթական հաստատություններում։ Գյումրուց ընդգրկվել են 2 դպրոց 15 եւ 17-րդը։ Աշխատանքները սկսվել են Գյումրու 15-րդ դպրոցում, հիմնանորոգվում է մարզադահլիճն ու ճաշարանը։ Կատարվել է ամրացման աշխատանքներ, բետոնային աշխատանքներ, քանման աշխատանքներ, հողային աշխատանքներ, որից հետո կատարվել է ուսիլենից հետո էլ կատարվի հարտացման աշխատանքներ։ Մարզի կտրվածքով ունենք շուրջ 60 կրթական հաստատություններ, որտեղ կա մարզադահլիճի խնդիր ու տարբեր բարդության։ Ունենք հիմնանորոգման կարիք ունեցող մարզադահլիճ, ունենք դպրոցներ, որոնք ընդհանրապես դեռ այսօր չունեն մարզադահլիճներ, բարապմունքներ անցկացնում են բացօթյա պայմաններում, բայց ներկայիս տեմպերով կառուցապատման արդյունքում վստահ ասում եմ, որ առաջիկա 2-3 տարիներից հետո մենք չենք ունենա մարզադահլիճի խնդիր։ Այս դպրոցն ընդգրկվել է այն պատճառով, որ այստեղ վիճակը առավել վատ թար է, վթարային էր թե ճաշարանը եւ թե մարզադահլիճը։ Վերջին անգամ մարզադահլիճը հիմնանորոգվել է 1989 թվականին։ Դպրոցի տնօրենի վստահեցմամբ ֆիզկուլտուրա առարկան պարապել են դասասենյակներում։ Դպրոցում կատարվող շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարի չափը 50 միլիոն դրամ է։ Աշխատանքները ավարտվելու են մինչև սեպտեմբերի 1-ը։ Պետական գումարներով իրականացվում է նաև հարթ կտուրավոր շենքերի տանիքների վերանորոգում, անի եւ բուլվարային թաղամասերում։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։